Պարտեր կարգով Դաշնակցություն խմբակցությունը Նայիրտի հարցը բերում է ազգային ժողովի օրակարգ նորից, որպեսզի հանձնաժողովի ստեղծման հետ կապված հարցը քննարկվի։ Մենք պահանջում ենք, որպեսզի ստեղծվի հանձնաժողով Նայիրտ գործարանի հետ կապված։ Հիմնական պահանջներն են պարզաբանում Նայիրտի ներկայիս վիճակի հետ կապված, երկրորդ կարևոր հարցը ինչու է Նայիրտը հասել այս վիճակին եւ ովքեր են մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, երրորդ կետը Մարտիկ 15 ամիս աշխատավարձ չեն ստացել, այդ աշխատավարձները, որ կուտակվել են, պետք է մարվի, իսկ հաջորդ կետը, որ Նայիրտը պետք է վերագործարկվի։ Կառավարությունը փորձում է տարբեր միջոցներով մարդկանց թյուրիմացիան մեջ գցել, իբր թե նոր Նայիրտ է ստեղծվելու, բայց նոր Նայիրտը իրենց ասած տեխնոլոգիաներով, որը պետք է ստեղծվի, Հայաստանի համար այդքան էլ նպատակարար չէ, բացի այդ Նայիրտի ներկայիս աշխատակիցները այդ տեխնոլոգիային լիարժեք չեն տիրապետում եւ շատ հնարավոր է որ կորցնեն իրենց աշխատատեղերը, դա մեկ, երկրորդը այն արտադրանքը, որ պետք է տա նոր գործարանը, այդ գործարանի արտադրանքը աշխարհում 50 գործարան կա, որ տալիս են եւ այդքան պահանջված չէ, իսկ ներկայիս Նայիրտ գործարանի արտադրանքը աշխարհում մի քանի գործարան կա, որ տալիս են եւ շատ մեծ է տվյալ գործարանի պահանջարկը, իսկ Նայիրտը պետք է վերագործարկման համար շատ մեծ գումարներ պետք չեն եւ սրա համար պետք է ստեղծվի հանձնաժողով եւ հանձնաժողովը քննի ու հանձնաժողովի մեջ պետք է ներգրավեն ոչ միայն падգամավորներ կամ իշխանությունից կամ ընդդիմությունից, այլ նաեւ Նայիրտի աշխատակիցներ։ Գիտեք, մի հոգի խոսացեք, զուգահեռ մի խոսացեք, այնպես դուք Նայիրտից եք, ինչի համար եք այսօր եկել եք եկել եմ որ պահանջեմ մեզ աշխատանք տա, որ աշխատենք, Վերել է երկիրը հասցրել է այդ կոչը ամեն օր սուտ ասել է, որ պետք է Սա իշքան պարլամենտում մարդ Սա ստակոս է Վարչապետը ինչ ասաց կառավարության մոտ Ասում եմ փող են տվել, բայց զավոդն աշխատի, բայց 3 տարի դեռ նոր Նայիրտ կսարքեն, տազա որ աշխատի Իսկ ինը Իրանի մասին դու իրան հարցը Մի րոպե Արի դու լավ կասես Արի նորմալ Սկսեք սկզբից Սովետական միության տարիներից մի րոպե Այդ սովետականությունից չէ Այդ գործարանը ամբողջ Հայաստանն է Գիտես, բայց բոլորը չգիտեն Աշխարհում մի քանի մարդերի վրա կարելի է Ներողություն հիմա դուք Ինչ եղավ վարչապետը ընդունել ձեզ ինչ արել Այսօր ես կառավարության մոտ չեմ գնացել Նոր եկել եմ ստեղ Վարչապետը չի ընդունել Ընդհանրապես իշքան կառավարության մոտ գնացել եմ վարչապետը չի ընդունել Հետո Նայիրտի մասին ասում եք գիտեք ոչ մի բան չգիտեք Բանի 40 տարեկանից բարձր մեր ժողովուրդը արդեն գիտեն Սովետական միության տարիներին կար Մոսկվա Երևան գնացք դրուժբա Ներողություն այսօր ինչ եք ուզում ազգային ժողովում այս ձեր հանրահավաքի Մենք բողոքում ենք որ այս գործարանը ստրատեգիական նշանակություն ունեցող գործարանը այս Ղարաբաղի պատերազմը որ շահեցին դա Նայիրտի էլ շնորհներ Այդ կրիների տարիներին մեզ բոլորից բրոնյա էին տվել Հիմա ինչ եք ուզում Պահանջում ենք որ աշխատի Դա մենակ մեր համար չենք ուզում դա ամբողջ ժողովրդի Ընթացքում ինչ են ասեք, աշխատի, գուցե չի աշխատելու։ Գուցե կաշխատի։ Դուք օրեր առաջ կառավարության մոտ եք հավաքվել, այսինքն ինչ եղավ Հետո նախագահականի մոտ Անորոշությունը միշտ անորոշություն է։ Խոստացել էին, հաստատվեցին, դրանից հետո ոչ մի բան։ Բաղաց մարդկային պարտավորությունների եւ արժեք ծավալի տնտեսական գործունեություն չիրականացնելու